Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Սա Ալ-Շարայի երկրորդ այցն է Թուրքիա։ Օզգյուր Օզելը վերընտրվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ։ Կուսակցությունը համագումար է անցկացրել Անկարայում, որտեղ Օզելն իր ելույթի ժամանակ հայտարարել է, թե հանրապետությունում անցկացված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենք առաջին կուսակցությունն են Թուրքիայում։ Օզգյուր Օզելը հայտարարել է մեծամասշտաբ ստորագրահավաք հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու և արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու նպատակով։ Կուսակցությունն իր 21-րդ արտահերթ համագումարն է անցկացնում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մշակութային կենտրոնում։ Իրանը մերժում է Միացյալ Նահանգների միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու պահանջը և հակառակ դեպքում ռմբակոծելու սպառնալիքը առաջարկելով բանակցել միջնորդավորված Օմանի միջոցով։ Reuters-ին անձի գաղտնիության պայմանով ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Վերջինիս խոսքով Իրանը ցանկանում է անուղղակի բանակցություններ վարել Օմանի միջոցով, որը Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդակցությունների փոխանակման երկարամյա խողովակ է։ Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարձակում են իրականացրել լիբանանյան տարածքի վրա, թիրախնդրելով շիական Հեզբոլլահ շարժման մարտիկներին, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի սահմանաբերդ Զիպկին գյուղի արվարձաններին։ Փարիզում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել ի պաշտպանություն ազգային միավորում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լե Պենի, որին դատարանն արգելել է ընտրվել իշխանության մարմիններում։ Հանրահավաքը մեկնարկել է Վոբան հրապարակում, ցուցարարները բարձրացրել են ֆրանսիական պետական դրոշները։ Լե Պենի աջակիցների շարքում տարբեր տարիքի մարդիկ են, թե երիտասարդներ, թե տարեցներ։ Սեդա Մակարյանն, Նոնա Գևորգյան, ABC Media։